Ադրբեջանից Հայաստանի կառավարությունը պարզաբանում է ստացել ըստ էության Ստեփանակերտի մայր տաճարը քանդելու մասին։ Նիկոլ Փաշինյանն է բացատրել, թե ինչու է ավերվել երկրորդ ամենամեծ հայկական եկեղեցին։ Ընտրություններից առաջ հայ գերիների երկու խմբի վերադարձի մասին տեղեկությունները դեռ օդում կախված լուրեր են։ Այդ հարցով միայն Ադրբեջանի հետ է բանակցում մեր կառավարությունը։ Ռուս-ուկրաինական ռազմաճակատում հրադադար է առաջարկել Պուտինը, Զելենսկին միանգամից չի համաձայնել։ Թրամփը կարծում է Կիևը պարտվել է, մինչդեռ ուկրաինական դրոնները շարունակում են պայթել Դաշնության քաղաքներում։ Սպիտակ տանը քննարկվել են Իրանի դեմ հնարավոր նոր պատերազմի սցենարները։ 25 միլիարդ դոլար է ԱՄՆ-ն ծախսել առաջին հարձակման ընթացքում։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո եւ բարի գալուս 21 TV սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է, իրականում ու պարզ։ Տաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կոխլիկյանը։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ ուղիղ եթերով կարող եք դիտել նաեւ 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր մյուս ալիքներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Հայկական երկրորդ ամենամեծ եկեղեցին Ստեփանակերտի մայր տաճարը ավերելու վերաբերյալ Ադրբեջանից պարզաբանումներ է ստացել Հայաստանի կառավարությունը ըստ էության։ Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեռ պետք է պարզել ինչ է տեղի ունեցել։ Այսօր արդեն Հայաստանի կառավարության ղեկավարը Արցվաշենի հնարավոր վերադարձի մասին օրինակով պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել։ Լսենք։ Ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Եվ ելի ուզում եմ ասել, որ եկեք չմոռանանք, որ կոնկրետ Արցվաշենի օրինակն եմ բերում, որովհետեւ կարող է պարզվել այդ պահին, որ ամբողջ Արցվաշենի տարածքում պատմամշակութային հուշարձաններ են, այսինքն մենք ինչ ենք անել։ Դավիթ, սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ իրականում ու պարզ ասել, թե ինչ է մեզ ուզում ասել Նիկոլ Փաշինյանը։ Նախ Ստեփանակերտի մայր տաճարի ավերման թեմայի մասին Փաշինյանը ասում է, որ ինչ որ ադրբեջանցիներ վերադառնալով Ստեփանակերտ իրենց հետ բերել են ինչ որ թղթեր, ըստ որոնց այդ մայր տաճարի տեղում, Ստեփանակերտի այդ հսկայական եկեղեցու տեղում եղել են իրենց տները։ Եվ Ադրբեջան պետությունն էլ տեսնելով այդ փաստաթղթերը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ավերել է, ոչնչացրել է հայկական մայր տաճարը, այդ մեծ եկեղեցին եւ դրա փոխարեն պետք է որ կառուցվեն ինչ որ ադրբեջանցիների տներ։ Բայց սա իհարկե արդարացում չէ ոչ մի տեսակ եւ ավելի շատ արդարացնում է Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունը եւ եթե դու պատրաստվում ես խաղաղության քո հարևանի հետ, ապա պետք է չոչնչացնել նրա սրբությունները, սրբավայրերը եւ հույս ունենալ, որ հարևանդ նույն սառնասրտությամբ կնայի դրան, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Սկզբից անդրադառնամ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, ըստ իրենց այդ ռազմավարական տրամաբանության, այնինչ կառուցվել կամ վերահառնել 1994-ից 2023 թվականների ընթացքում եւ չի ստացել Բաքվի
թույլատվությունը ունի իրավական կարգավիճակ եւ չի կարող պաշտպանվել միջազգային նորմերի կողմից։ Այդ տրամաբանությամբ նրանք պատրաստ են ամեն կառույց կոթող կապ չունի հայկական հետք ներկայացնող յուրաքանչյուր բան ավերել, սակայն դա հակասում է 1954 թվականի Հագայի կոնվենցիային, որտեղ արգելվում է այդ ամենը անելը։ Ուղղակի տրամաբանական շղթան հասկանալի չէ, որովհետև 1994-ից առաջ պատերազմական դրություններ Բաքուն չէր կարող հաստատել, դրանից առաջ էլ Սովետ միությունն էր, որտեղ Մոսկվան էր հաստատում, այդ տրամաբանությունը հասկանալի չէ, եւ դա քննադատության է առաջացնում, եւ երկրորդը ինձ մոտ հարցեր առաջացան մեր վարչապետի հայտարարությունից, այսինքն եթե բերվում է Արցվաշենի օրինակը, այդ տրամաբանությամբ մենք էլ պետք է քանդենք ադրբեջանական հետքը, թե ինչպես ավելի վաղ հայտարարել էին, պետք է պահպանենք եւ զարգացնենք туриզմը։ Դե այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից եւ այդ հարցից իսկ մենք ինչ պետք է անենք, հետևությունը նա էր, որ իր կարծիքով նույն կերպ պետք է վարվենք, ինչպես որ Ալիևը հիմա վարվում է հայկական մշակութային հետքի հետ Արցախի օկուպացված տարածքներում։ Բնականաբար, եթե հնարավոր լինի Արցվաշենը, որ Ադրբեջանը վերադարձնի մեզ, դա մի գիտաֆանտաստիկ ինչ-որ ժանրից պատմություն է թվում հիմա, եթե դա ինչ-որ կերպ հնարավոր դառնա, բնականաբար չպետք է քանդել այնտեղի մզկիթները, հաշվի առնելով, որ դու ուզում ես խաղաղություն քո հարևանի հետ։ Եվ այս իշխանությունը մեզ ասում է, թե դրա մասին ձայն հանելը, դրա մասին միջազգային ամբիոններից աղաղակելը եւ աշխարհի ուշադրությունը հրավիրելը, դա կհանգեցնի նոր կոնֆլիկտի, բայց իրականությունը այն է, որ քանդելը եւ մարդկանց սրբավայրերը, սրբությունները ոտնատակ տալն է, որ կհանգեցնի ինչ-որ մի պահի նոր կոնֆլիկտի եւ իսկապես մարդկանց համբերության բաժակը կլցվի, ինչքան էլ որ հիմա մենք պարտվածի կարգավիճակում ենք, թույլ ենք եւ մեզ փորձում են տանել այդ դաշտ, որ մենք պետք է ձեռքներս վեր պարզած համաձայնենք այն ամենի հետ, ինչ որ մեր հակառակորդը ներկայացնում է, որպեսզի հանկարծ նորից կոնֆլիկտ չլինի, մենք անպայման ինչ-որ մի պահի նորից կվերականգնենք մեր ուժերը եւ ուղիղ Ադրբեջանին կասենք, ուզում ես խաղաղություն, ապա հարգիր մեզ այնպես, ինչպես որ ուզում ես, որ մենք քեզ հարգենք։ Հետևաբար, ինչ վերաբերում է Արցվաշենի տարածքում հնարավոր մեծ ու փոքր մզկիթներին, բնականաբար դրանք չպետք է ավերել ըստ իս, քանի որ եթե լինի խաղաղություն, այդ մարդիկ ովքեր որ մուսուլմաններ են եւ մուսուլմանների համար դրանք սրբավայրեր են, անպայման նրանք տուրիստական այցով կցանկանան այդտեղ գալ։ Այսինքն նաև պետք է հարցին, հավանաբար, այսպես ասենք, բիզնես տեսանկյունից նայել, այսինքն դա կապահովի նաև տուրիստական հոսքեր։ Ինչպես որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական սրբավայրերին կարող են տուրիստներ այցելել եւ ինչքան էլ դա սրտի ցավ լինի, բայց միևնույն է գնալ տեսնել նորից Դադիվանքը, Ղազանչեցոցը եւ ցավոք սրտի այլևս հնարավորություն չենք ունենա տեսնել Ստեփանակերտի մայր տաճարը։ Հետաքրքիր բան մեր ընդդիմադիր դաշտից լսեցի, ասվում էր, եթե խաղաղություն է, մենք վերադառնալու ենք, ինչպես դուք եք նշում, եւ նրանք են կարողանալու հանգիստ տեղաշարժվել, մենք ցանկանանք այդ տարածքներում ոն վառել եւ հակառակը, այսինքն եթե խաղաղություն է, նման կերպ չպետք է նսեմացվի մյուս կողմի արժանապատվությունը, իսկ ինչ վերաբերվում է, ինչպես նշեցիր Դադիվանքին կամ հայկական այդ մնացած հետքին Արցախի տարածքում, Ադրբեջանի քաղաքականությունը այդտեղ էլ կանգ չի առնում, նրանք այդ ամենը ներկայացնում են աղվանական, ինչպես իրենք են նշել Կովկասյան Ալբանիայի հետ եւ գրանցում են որպես ալբանական եւ յուրացնում են այդ ամենը, այսինքն նրանց նպատակը ոչ թե պահպանելն է հայկական հետքը, այլ ամեն կերպ այն կոծկել կամ ավերել կամ եթե չի ստացվում ավերել, որովհետեւ իրենց բերած օրինակներով չի համապատասխանում, դարձնել աղվանական կամ այլ առհասարակ ազգերի, միայն թե ոչ հայերի։ Եվ գիտես մի երրորդ մասն էլ կա այսօրվա Նիկոլ Փաշինյանի հայտարարության Ադրբեջանն ինչ անում է, Փաշինյանի կառավարությունը ասում է, որ ավելի շուտ երբեք չի ասում, որ օրինակ դա չի տեղավորվում խաղաղության այն տրամաբանության մեջ, որը մենք հանձն ենք առել երկուսով Թրամփի վկայությամբ եւ պետք է այլևս դադարենք նման գործողություններ անել։ Ամեն ինչ փորձում են արդարացնել, երբ հնարավոր չի այլևս ինչ-որ բան արդարացնել, ասում են, որ իրենք այդ հարցը չեն դիտարկում խաղաղության պայմանագրի ստորագրման կոնտեքստում եւ այլն։ Ինչպես օրինակ ամենավառ օրինակը
գերիների վերադարձն է, որովհետև շատ բնական ու պարզ հարց է առաջանում, եթե հաստատված է խաղաղություն, ինչու են մեր հայրենակիցները շարունակ տառապում ադրբեջանական բանտերում, ինչու նրանց ազատ չեն արձակում եւ նրանք չեն վերադառնում հայրենիք, ինչն է մտավախությունը հակառակորդի Ալիևի իշխանության եւ ինչն է մտավախությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության, ինչու այդ մարդիկ պարզապես չեն գալիս իրենց տներ, իրենց ընտանիքներին, որոնք արդեն 6 տարի, 3 տարի եւ ավել նրանց չեն տեսել։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը իդեպ գերիների մասին նույնպես արտահայտվել է, ես առաջարկում եմ լսենք։ Ադրբեջանի հետ երկով ձևաչափով են քննարկում, այո, այլ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Եվ մենք այո, երկում ձևաչափով ենք քննարկում։ Նման ապամոնտաժման քաղաքականությամբ կարծես թե ոչ թե փորձ է արվում խաղաղության հասնել, այլ մաքսիմալ պատասխանատվություն չստանձնել որևէ գործի նկատմամբ, ինչն էլ քննադատվում է մեր ընդդիմության կողմից, որովհետև եթե չկա միջնորդ երկիր, որը կարող է վերահսկի եւ պետք է միայն մենք լինենք եւ Ադրբեջանը եւ նման կերպ լինի համաձայնեցումը, կարծես թե մեզ համար դա ընդունելի չի կարող լինել։ Եվ վերադառնալով կոնկրետ գերիների թեմային, մենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին պետնախարարը, նամակով դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որևէ կերպ այցելություն կազմակերպել ադրբեջանական բանտերում տառապող մեր հայրենակիցներին։ Մեր մարդու իրավունքների պաշտպանը ասաց, որ իր գործունեությունը սահմանափակվում է Հայաստանի տարածքով, հետո այսօր առողջապահության նախարարին են հարցնում հնարավոր է, որ Հայաստանը որևէ կառավարական պատվիրակություն ուղարկի մեր հայրենակիցների վիճակով հետաքրքրվելու, որովհետև մենք գիտենք, որ նրանցից ոմանք դատապարտված են մինչև ցմահ ազատազրկման, բայց մինչև այժմ իրավաբանները, փաստաբանները, ովքեր այսպես կարող ենք ասել պայմանական հեռավար աշխատում են նրանց ազատության համար, մինչև հիմա դեռ չեն ստացել նրանց դատավճիռները, այսպես ասած, ճակերտների մեջ դատավճիռները, որոնք կայացրել է Ադրբեջանի դատարանը, եւ ՄԻԵԴ-ը ընդհանրապես վերջերս Ադրբեջանին պարտավորեցրել է, որ մինչև օգոստոսի 31-ը անպայման ներկայացնեն, թե ինչ դատավճիռներով են այդ մարդիկ մինչև ցմահ ազատազրկման դատապարտվել։ Եվ այստեղ իսկապես հարց է առաջանում նորից, եթե հաստատված է խաղաղություն, ինչու այդ մեր հայրենակիցները չեն կարողանում վերադառնալ տուն, ինչու են նրանք մինչև հիմա գերության մեջ։ Հենց այդ նպատակով էլ դուրս է բերվել խաղաղության օրակարգից այդ հարցերը, որովհետև միայն հարցեր է առաջանում եւ չկան պատասխաններ, իսկ նման ինչպես մեր ղեկավարությունը նշում է պրագմատիկ քաղաքականությունը կլիներ իդեալական, եթե տարածաշրջանի բոլոր երկրները հակված լինեին խաղաղության, այսինքն նման խոսույթը, այո, ընդունելի է, եթե բոլորն են դա պահպանում, ոչ թե տարածաշրջանում բոլորը ծավալապաշտական ինչ-որ նկրտումներ ունեն հատկապես մեր տարածքի նկատմամբ, իսկ մենք բավարարվում ենք եւ մոռացության ենք տալիս գրեթե ամեն բան, նման այսպես կոչված խաղաղությունը շատ վատ հետևանքներ կարող ունենալ, որը ցանկալի չի լինի։ Այսօր իդեպ Փաշինյանը եւս մեկ անգամ բացատրել է, թե ինչու ինքը չի ցանկանում ոչ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության մասին, ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքում խոշտանգված, գերեվարված, սպանված մեր հայրենակիցների խնդիրները, հարցերը բարձրացնել պետական մակարդակով, որովհետև նա արդեն գիտենք այդ հայտնի արտահայտությունը, երկսայր սուր է դա եւ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Ադրբեջանն էլ ունի մեր նկատմամբ ինչ որ ուրեմն խոսույթ հարցեր այդ թեմայով եւ մենք պետք է դա չտանենք այդ դաշտ, որպեսզի Ադրբեջանն էլ այդ թեմաները չբարձրացնի։ Ես առաջարկում եմ այդ հատվածն էլ Փաշինյանի խոսքի լսենք հիմա։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույն կերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Եվ ես ասում եմ, մենք պետքա որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի, ինչ եք ասում, Հայաստանում խոսում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում։ Այսինքն չի ձեզ թվում, որ մենակ Հայաստանում լրագրողներ կան, հայրենասեր ընդ որում, որոնք անդադ այդ հարցերը բարձրացնում են։ Այնտեղ էլ են բարձրացվում եւ այնտեղ էլ են նույն հարցերը դրվում։ Եվ հարցը հետեւյալն է, մենք ինչ ենք անում։
Ինչ ենք անում մենք։ Որն է մեր ռեակցիան։ Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված եւ հրապարակված են։ Ես երկու կարճ մեկնաբանություն ունեմ Փաշինյանի խոսքի այս հատվածի վերաբերյալ։ Առաջինը նախ դժվար է պատկերացնել, որ ադրբեջանցի լրագրողներին Ալիևը նույն կերպ պատասխանի, ինչպես որ Հայաստանի վարչապետն է պատասխանում հայ լրագրողներին, մասնավորապես ասելով, որ դա երկսայր սուր է, մենք պետք է չմտնենք այդ դաշտ եւ Ադրբեջանը, օրինակ, չեմ պատկերացնում, որ Ալիևը ասի, որ Ադրբեջանը պետական մակարդակով այդ թեմաների մասին չպետք է խոսի, հատկապես հիմա, երբ նա հաղթած կողմ է, չեմ ասում, որ անցած 30 տարիներին նա շարունակ իր կեղծ թեզերը ամեն կերպ, ամեն ամբիոնից հնարավոր ու անհնարին մշակութայինից մինչև քաղաքական, նա ամեն կերպ փորձում էր առաջ տանել այսպես կոչված ցեղասպանությունները, որոնք իբր տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում, իբր մենք ինչ որ իրենց մշակույթն են գողացել, ինչ որ էս են գողացել, այսինքն ամեն կերպ նա փորձում էր Հայաստանին վարկաբեկել եւ չեղածը ներկայացնել իրականություն։ Եվ երկրորդ նկատառումը Հիմա Ադրբեջանը փաստացի խախտում է այն պայմանագիրը, այսպես կոչված խաղաղության, որը օգոստոս ամսին 2025 թվականի Վաշինգտոնում ստորագրել են Փաշինյանն ու Ալիևը, եւ այդ խաղաղության պայմանագիրը ունի երաշխավոր, եւ եթե կողմերից մեկը, մասնավորապես Ադրբեջանը հիմա խախտում է դա, ինչ է անում Հայաստանը եւ ընդհանրապես ինչ կարող է անել Հայաստանը, որովհետև չկա երաշխավոր, Հայաստանը այնպիսի մի դիրք է բռնել, որ մենք հնարավորինս փորձում ենք այսպես սուր անկյունները կլորացնել եւ առաջ գնալ, չնկատել, չտեսնել եւ չխոսել եւ ինչ եւ ուր ենք հասնելու, այսպես շարունակելով, ինչպես կասեին քպականները եւ ինչ Հատկապես հատկանշական է, որ Ադրբեջանը չերել կաշկանդվում նման գործողությունների դիմել, երբ որ կար երաշխավոր, այսինքն եթե մեկ այդ ժամանակ չենք փորձել կանգնեցնել նրանց եւ այլ ավելի բարձրացնել այդ ձայնը եւ ուղղակի որոշել ենք լռել, քաղաքականությունը չի փոխվել եւ պետք է հետեւություն անել եւ փորձել ամեն կերպ դադարեցնել այդ ամենը։ Դե ես կարծում եմ, որ մենք բնականաբար ինչ որ շատ եթե այսպիսի քաղաքականություն ենք վարում, շատ վտանգավոր է մեզ համար, հատկապես հաշվի առնելով այն հանրային տրամադրությունները, որոնք ծավալվում են, երբ նման զրույցներ, նման քննարկումներ են տեղի ունենում, որովհետև կամ շատ անտարբեր են այս բոլոր թեմաներին կամ շատ ռադիկալ մոտեցումներ ունեն։ Իսկ եթե մենք այնուամենայնիվ բոլորս էլ ցանկանում ենք խաղաղություն, առանց պատերազմի հարցերի լուծում, բանակցություններ, եւ եթե մենք իսկապես ցանկանում ենք այդ ամեն ինչը, որ տեղի ունենա, մենք պետք է առաջին հերթին չվախենանք գոնե մեր նվազագույն շահերը պաշտպանել եւ փորձել հակառակորդին մեզ ներկայացնել որպես արժանապատիվ կողմ, այլ ոչ թե վախվորած, որ ամեն ինչ մենք պատրաստ ենք ընդունել, միայն թե չկրակես, միայն թե մեզ վրա բռունցքը թափ չտաս։ Հետաքրքիր է այն խոսույթը, որ ասվում է, որ դեռ չի ստորագրվել խաղաղությունը եւ պետք է ուղղակի այնպես անել, որ այդ ստորագրվի այդ ամեն այդ պայմանագիրը, բայց երբ որ տեսնում ենք նման քաղաքականություն, կարծես թե այն պատկերն է լինելու նաեւ ստորագրելուց հետո, եթե չի կաշկանդվում Ադրբեջանը նման կերպ վարվել, դժվար թե ստորագրված որևէ թուղթ կարողանա նրան կանգնեցնել, հատկապես եթե մեր կողմից չկա որևէ դիմադրություն։ Առաջարկում եմ ավարտենք այս թեման։ Ես համաձայն։ Շարժվենք առաջ։ Պուտինը զինադադար է առաջարկել Զելենսկիին, ոչ թե անմիջական, այլ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հեռախոսազրույցը տևել էր 1 ժամ եւ 30 րոպե մոտավոր, եւ ինչպես նշում էին թե Ռուսաստանից թե Միացյալ Նահանգներից բավական ջերմ մթնոլորտում է անցել այդ խոսակցությունը։ Կողմերը քննարկել են մի շարք թեմաներ, հատկապես ուշադրություն են դարձրել արդեն 4 տարի տևող պատերազմին, եւ այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը առաջարկել է մայիսի 9-ի հետ կապված կարճ զինադադար լինի մի քանի օր տևողությամբ եւ Թրամփը ողջունել է այդ որոշումը եւ ցանկացել է, որ այդ զինադադարը շարունակվի նաեւ, իսկ երբ որ քննարկել են արդեն մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի այդ միջուկային ծրագրի բանակցային կետին, Թրամփը խորհուրդ է տվել, որ եկեք ավարտենք Ուկրաինայի հարցը, նոր ապա անցնենք մերձավոր արևելքին։
Սակայն այդքան էլ հարթ չէ ամեն բան։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այդքան էլ համաձայն չէ Թրամփի այդ դրական տրամադրվածության հետ, որովհետև անցած տարի էլ, ինչպես հիշում ենք, մայիսի 9-ին եղավ միակողմանի կարճ զինադադար ռուսական կողմից եւ Ուկրաինան այդպես էլ չպատասխանեց։ Զելենսկին հիմնավորել է, որ նրանց պետք է առհասարակ խաղաղություն, ոչ թե ընդամենը մի քանի ժամյա զինադադար, որպեսզի Ռուսաստանը անցկացնի այդ մայիսի 9-յան շքերթը, որը իդեպ այս տարի այն շուկով չի լինելու, ինչպես որ ընդունված էր, որ մենք տեսնելու ենք, մասնավորապես զինտեխնիկա կարծես թե չի անցնելու կարմիր հրապարակով, նաև որոշ զորախմբեր չեն լինելու։ Այո, դա անվտանգության նկատառումներից ելնելով, որովհետև ինչպես տեսնում ենք, Ուկրաինան կարողանում է խոցել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախները եւ բացառություն չէ եւ այդ ժամանակ շքերթը լինելու, որտեղ կենտրոնացված է լինելու մեծ թվով զինվորականներ եւ հետաքրքիր է այս զարգացումները, որովհետև կարծես թե ամեն տարի գալիս է մի կետ, երբ որ արդեն պետք է ստորագրվի այդ խաղաղությունը, բայց չի հասնում։ Հետաքրքիր է նաև, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան, այսպես ասած, պարտվել է պատերազմում արդեն իսկ եւ Ռուսաստանի հետ զրույցի ժամանակ համաձայնել է այդ մտքի հետ, բայց Զելենսկին համաձայն չէ այդ ամենի հետ եւ շարունակում են եւ նաեւ եվրոպացի գործընկերները այդ ամենի հետ համաձայն չեն եւ պատրաստ են աջակցել, կարծես թե մինչեւ 2030 թվականի պլան են ցանկանում ներկայացնել կռիվը շարունակելու, ցանկալի չէր լինի նման սցենար, որովհետեւ տեսնում ենք ինչ տարածաշրջանում են գտնվում, եթե դա շարունակվի եւ Իրանի հետ իրավիճակը շարունակի ծավալվել եւ ավելի լարվել, մենք այդքան էլ լավ իրավիճակում չենք գտնվի, նույնիսկ եթե ապաշրջակփակվի տարածաշրջանը։ Հաշվի առնելով իհարկե դու խոսեցիր մի փոքր ռուսական քաղաքների վրա, հատկապես վերջին օրերին ուրեմն հարվածները, մասնավորապես եթե դու ինձ հիշացնես, այո, այսօր Պերմիում էր հարված եղել նավթամշակման գործարանին, ավելի վաղ էլ Տուապսե քաղաքում։ Այո, Տուապսեում, որտեղ նավթե անձրև էր գալիս։ Այո, դա Սևծովյան այդ հատվածում մեծ խնդիրներ էր առաջացել, նույնիսկ նավթի տեսքով անձրևներ էր եղել եւ շատ մեծ հետք էր թողել, որը նույնիսկ եթե այժմ էլ դադարի ռազմական գործողությունները փորձեն վերականգնել, տարիներ է հարկավոր, որովհետեւ վտանգված են ոչ միայն այդ նավթավերամշակման գործարանի վարակից տարածքները, այլ առհասարակ բնությունը եւ կենթանական աշխարհը այնտեղ խախտվել է բնականon վիճակը։ Ցավալի է, որովհետեւ դա շարունակական բնույթ է կրում թե ռուսական կողմի եւ թե ուկրաինական, սա վկայում է ըստ վերլուծաբանների այն մասին, որ փակուղի է եկել արդեն ռազմական գործողությունները, երկու կողմն էլ ավելի չեն կարողանում առաջ գնալ ռազմական դաշտում եւ ստիպված սկսում են մաշել իրար, որ գան բանակցային սեղանին ավելի հավասար պայմաններով, ավելի վաղ Ուկրաինային չէր հաջողվում նման մեծ հաջողությունների հասնել, խոցելով ռուսական այդպիսի կարևոր նշանակետեր, բայց այժմ շատ հմտորեն օգտագործում են անօդաչու թռչող սարքերը եւ արհեստական բանականության միջոցով կարողանում են խոցել եւ վնասել ռուսական զինվորներին, ռուսական բանակի։ Դավիթ, գիտես ինչ եմ նկատել, եթե նախկինում ռուսական կողմի պահանջները բավականին շատ էին, մենք հիշում ենք, հիմա կարծես թե միակ պահանջը, որ մնացել է, Դոնբասի տարածքից, ամբողջ այդ հատվածից, ընդամենը ուկրաինական զորքը պետք է դուրս գա եւ Պուտինը համաձայն է ստորագրել խաղաղության այդ այսպես կոչված պայմանագիրը։ Ուկրաինայի դեպքում, եթե անգամ Ուկրաինան շատ ուզի դուրս անել իր զորքը, բավարարել Ռուսաստանի այդ միակ պահանջը եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ես կարծում եմ, որ հին աշխարհամասը Եվրոպան դա թույլ չի տա, հաշվի առնելով նրանց այն քաղաքականությունը, որ ունեն, որովհետեւ նրանք Ռուսաստանին հռչակել են թիվ 1 այսպես հակառակորդ թշնամի եւ նրանք ամեն ինչ պետք է անեն, որ Պուտինին իշխանությունից զրկեն։ Եվ նրանց գլխավոր նպատակը կարծես թե մնում է հենց դա, որ այս պատերազմով հնարավորինս մաշեցնեն ռուսական բանակը, զինված ուժերը եւ Պուտինի իշխանությունը, Պուտինի հեղինակությունը եւ նրան, այսպես ասած, գահընկեց անեն։ Թե դա կստացվի 30 թվականին, թե ընդհանրապես չի ստացվի, շատ դժվար է ասել ու կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, որովհետեւ Ռուսաստանի ներսում էլ նրանք
որևէ կերպ չեն կարողանում խժդժություններ առաջացնեն եւ այսպես կոչված ընդդիմությունը Ռուսաստանի հիմա գրեթե բոլորը համենայն դեպս կարկառուն ներկայացուցիչները ընդդիմության դրսում են եւ նրանք միայն կարողանում են սոցիալական ցանցերով, տարբեր տեսաուղերձներով փորձել ազդել Ռուսաստանում ռուսաստանցիների հասարակ քաղաքացիների տրամադրությունների վրա, բայց համենայն դեպս այն քաղաքականությունը, որը վարում է Ռուսաստանը երկրի ներսում, առայժմ իրեն թույլ է տալիս շատ վստահ իրեն զգալ եւ շարունակել պատերազմը ռազմաճակատում բնականաբար երկու կողմերից էլ զոհեր են լինում անընդհատ, բայց միևնույնն է Ռուսաստանը որպես գերտերություն ինքը չի կարող պատերազմը դադարեցնել այն կետում, որտեղ որ հիմա կա, որովհետև նա գոնե մի իր կարևոր պահանջներից մեկը, մասնավորապես Դոնբասը ամբողջությամբ իր ազդեցության գոտի վերցնելը, նա պետք է իրականացնի։ Թե դա նա ինչքան ժամանակում կանի, դեռևս կարծես թե կանխատեսումներ ռուսական կողմից չկան, բայց միևնույնն է դա այն միակ կետն է, որ այս պահին ունի Ռուսաստանը եւ բացահայտ հրապարակային հայտարարում է պետության ղեկավարի մակարդակով ու կարծես թե ինքը չի պատրաստում այդ կետից հետ կանգնել։ Բայց ես կարծում եմ, որ եթե անգամ Ռուսաստանը այդ հարցում էլ հետ քայլանի, միևնույնն է պատերազմը ինչ որ պատրվակով արևմուտքը շարունակելու է, որովհետև նրանց խնդիրը ոչ թե Ուկրաինայի հաղթանակն է, այլ ավելի շատ Պուտինը։ Այո, Ուկրաինայի հաղթանակի շնորհիվ հասնեն այդ հաջողությանը, այո, որ երկու երկրների համար էլ շատ կարևոր է, հատկապես Ուկրաինայի համար, որովհետև արդեն իսկ կորցրել է Ղրիմի հատվածը եւ մի շարք այլ տարածքներ, որը նա չի ճանաչում, իսկ Դոնբասն էլ եթե կորցնի, կլինի շատ մեծ տարածքային եւ առհասարակ պարտվածի դիրքից կլինի, կարող է նաեւ հաղթանակ նշել, որ նա կարողացել է պահպանել իր ինքնիշխանությունը, սակայն ինչպես դու նշեցիր, այո, Եվրոպան թույլ չի տա այդ ամենը, որովհետև եթե հագեցնեն, ինչպես իրենք են նշում Ռուսաստանի այդ պահանջները, ապա հաջորդ պահանջները նորից մի քանի տարի հետո առաջ կգան եւ այդ իսկ պատճառով են ցանկանում շարունակել եւ վստահություն է նրանց հաղորդում նաեւ տեխնոլոգիաները վերջին ժամանակներում տեխնոլոգիաների շնորհիվ հենց Ուկրաինան կարողանում հաջողել եւ նաեւ մեկ այլ հետաքրքիր կետ է եղել Ուկրաինայի հետ կապված, Ուկրաինան սպառնում էր Իսրայելին, որքան էլ որ զարմանալի է հնչում, Պանամայի դրոշի ներքո նավարկող նավը հեռացել է Իսրայելի տարածքային ջրերից, այն մոտեցել էր Իսրայել եւ այնտեղ պետք է դատարկեր հացահատիկի պաշարները, սակայն ուկրաինական կողմը հայտարարել է, որ դա Ուկրաինայից գողացված այդ նավն է ուկրաինական հացահատիկով եւ մեծ սկանդալ էր բարձրացել, սակայն իսրայելական կողմը այդքան էլ համաձայն չէ եւ ասել է փաստերի բացակայության պատճառով նրանք չեն պատրաստվում համաձայնել եւ որևէ միջամտություն ունենալ, ուղղակի բաց են թողել այդ նավը, որ գնա անհայտ ուղղությամբ։ Հետաքրքիր է, որ Ուկրաինա նման պատերազմական պայմաններում նաեւ կարողանում է սպառնալ Իսրայելին։ Մոտեցար Իսրայելին, անդրադառնանք Իրան-Իսրայել հակամարտությանը։ Գնացինք։ Իրանի դեմ հնարավոր պատերազմի սցենարներն են քննարկել Սպիտակ տանը։ Դոնալդ Թրամփը այսօր քննարկել է կենտրոնական հրամանատարության ղեկավարի հետ, թե ինչ սցենարներով կարող են նրանք Իրանին բերել այն կետին, որ համաձայնի բանակցելու կամ եթե չհամաձայնի, վերցնեն իրենց ձեռքում այդ ամենը։ Հետաքրքիր նկար էր տարածվել, որտեղ արդեն Պարսից ծոցը նշված էր հենց Պարսից ծոց, սակայն Հորմուզի նեղուցը նշված էր Թրամփի նեղուց։ Հետաքրքիր էր այդ Սպիտակ տունն էր տարածել։ Դոնալդ Թրամփը True Social հարթակով տարածել, որը կարծես է Դոնալդ Թրամփի անձնական կայքը լինի այնտեղ ինչ ցանկանում տեղադրում է, սակայն Իրանից հնչեց միանգամից կոշտ պատասխան։ Հետաքրքիր է, որովհետև եթե ԱՄՆ-ն ցանկանում է բանակցել եւ բանակցային սեղանի շուրջ գալ, նման հայտարարություններով չի շահագրգռում իրանական կողմին եւ հասկանում է իրանական կողմը, որ այո, նա ճիշտ է անում, որ չի բանակցում, որովհետև 2-3 անգամ բանակցելու ընթացքում նրանք կարողացել են հրթիռակոծել եւ մեծ վնասներ հասցնել Իրանին եւ նաեւ հետաքրքիր է այն կետը, որ Միացյալ Նահանգներում դժգոհ են այդ պատերազմից առհասարակ, որովհետև ըստ որոշ տվյալների 25 միլիարդ դոլար էր արդեն ծախսել Միացյալ Նահանգները այդ պատերազմի վրա, որը գերազանցում է ՆԱՍԱ-ի տարեկան բյուջեին, որը մեծ սկանդալ է Միացյալ Նահանգներում, չեն հասել հստակ ինչ որ կետի, որ հասկանան պատերազմը ավարտվում է թե ոչ։
Այսօր այսքանն էր հիմնականում Իրանի հետ կապված, որովհետև հստակ զարգացումներ տեղի չէր ունեցել, դեռ բանակցային սեղանի շուրջ պետք է կարողանան հավաքվել։ Շատ լավ, դե ուրեմն թողնենք առանց մեկնաբանության այս ինֆորմացիան դեռ մարսենք, հասկանանք թե ինչ կլինի եւ անպայման առաջիկայում այս թեմային էլ կվերադառնանք։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար։ Շարունակեք հետևել 21 TV-ի աշխատանքին, 21 TV News-ի աշխատանքին առավոտյան ամեն օր, առավոտյան ժամը 8-ից մինչև գիշերը ժամը 1-ը ամեն ժամյա թարմացված լրահոս ենք մենք ձեզ ներկայացնում։ Կհանդիպենք վաղը ուղիղ եթերում 19:00 ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։